Բեկումնային էր 2025-ը Յուքոմի համար։ Հայաստանում ամենալայն 5G ծածկույթն ապահովող առաջատար օպերատորը շարունակել է ակտիվ թվային փոխակերպման ռազմավարությունը, հաստատել է նոր համագործակցություններ, մեր երկիր բերելով ժամանակակից հեռահաղորդակցության լավագույն միջազգային ստանդարտները։ Հետաքրքիր տարի էր, դժվար տարի էր, բայց մենք կարողացանք, այսպես ասած, բադվով դուրս գալ։ Հաճախորդների համար միասնական ու հարմարավետ թվային էկոհամակարգ ձևավորելու նպատակով Յուքոմը խորացրել է համագործակցությունը ոլորտի առաջատար ընկերությունների հետ՝ Nokia-ի, Mediakind-ի եւ Cerillion-ի հետ։ Արդյունքում ներդրվել է արհեստական բանականությունը հաճախորդների հեռահար սպասարկման ծրագրային լուծումներում, գործարկվել է Uplay ժամանցային հարթակը, մեկնարկել է հաշվարկային համակարգի թվային վերափոխման գործընթացը։ Ոչ թե խոսում ենք թվային փոխակերպում, մենք իրականացնում ենք թվային փոխակերպումը, հարթակները սկսում են կամաց փոխել, որը գործի նոր տեխնոլոգիայով, նոր տեխնոլոգիական մտածելակերպով, բայց ամենակարևորը դա մենք ենք աշխատացնելու, որի շնորհիվ մենք կկարողանանք ավելի մատչելի ու ավելի հետաքրքիր ծառայություններ առաջարկել մեր սիրելի բաժանորդներին։ Լայնածավալ տեխնիկական աշխատանքների շնորհիվ 5G ցանցը արդեն գործարկված է 48 քաղաքներում եւ ավելի քան 600 բնակավայրերում, գլխավոր մայրուղիներում եւ սահմանային անցակետերում, կայուն շարժական կապը հասանելի դարձնելով բնակչության 94.5%-ի համար։ Մենք կարողացանք լինել առաջինը, որտեղ որ 5G ցանցը տարածեցինք լայնամասշտաբով։ Շարունակելով թվային փոխակերպման իր ծրագրերը Յուքոմը ներկայացրել է Uplay-ի նորարարական հեռուստատեսային եւ մեդիա հարթակը։ Մեկ օգտահաշվով ծառայությունից կարելի է միաժամանակ օգտվել մինչև 5 սարքով։ Բացի առաջարկվող ավելի քան 200 հեռուստաալիքներից Uplay-ը ներառում է հայկական եւ միջազգային ֆիլմերի հարուստ տեսադարան։ Կայանների արդիականացման գործընթացին զուգահեռ շարունակել է աճել եւ ընդլայնվել Յուքոմի ֆիքսված կապի ցանցը, պահպանելով շուկայի առաջատարի դիրքը գրանցել է բաժանորդների 4% եւ եկամուտների 7.3% աճ նախորդ տարվա համեմատ։ Բաժանորդների կանագով ալ մենք աճում ենք, պատմական աճ ենք տեսնում, արդեն մենք ունենք մոտավորապես 755,000 բաժանորդ, բայց այսօրվա դրությամբ արդեն այդ քանակը ավելի է, արդեն մենք ունենք ֆիքս ինտերնետ օգտագործող 144,000 բաժանորդ, ինչ նպատակներ դրել էինք, մենք կարողացել ենք իրականացնել, այս աշխատանքները մենք շարունակելու ենք 2026-ին, որտեղ առաքելությունը չի ավարտվել։ Կատարողականի մասին 2025-ը Յուքոմն ամփոփում է 40 միլիարդ դրամի եկամուտով, աննախադեպ աճ ընկերության ամբողջ պատմության ընթացքում։ Մեր գործառնական շահույթն ալ բավականին լավ կատարողական դիրքում է, տարի-տարվա վրա աճել է 700+ միլիոն դրամով, եւ մենք ցկտում ենք այս տարի մեր գործառնական շահույթը բացարձակ թվելով հասցնենք մոտավորապես 18.5-ից 19 միլիարդի, որը եւս դա պատմական է լինելու Յուքոմ ընկերությունում։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Յուքոմը իրականացրել է բազմաթիվ ծրագրեր ռազմավարական ուղղություններով, կանաչ նախաձեռնություններ, տեխնոլոգիական նորարարություններ, երիտասարդների ու համայնքների զարգացում։ 2026-ի համար ընկերությունը սահմանել է նոր նշաձող։ Մեր հաջորդ տարվա նպատակները ավելի մարտահրավերային են լինելու, որ կարողանանք կատարողականներով դա իրականացնել, բայց միանշանակ դա մենք պետք է անենք, որովհետև որտեղ որ բնակիչ կա, այնտեղ կապ լինելու է։ Հեշտ չի ամեն ինչ, սահուն չի անցնում, մինչև որ դառնա իրականություն։ Մենք ընթացքում ունենում ենք խափանումներ, ընթացքում ունենում ենք որոշ տեխնիկական բարդություններ, որը երբեմն բաժանորդը չի զգում, բայց երբեմն զգում է։ Դա փուլա, որ դրա մեջով մենք պետք է անցնենք։ Ըմբռնումով մոտենանք այս ամեն ինչի, որովհետև մենք անում ենք մեր սիրելի բաժանորդների համար։ Թեժը լինելու հատկապես 2026-ի երրորդ եռամսյակը արդեն այսօր տեղեկացնում է Յուքոմի գլխավոր տնօրենը։ Իհարկե լինելու են նորություններ, բայց ես հիմա փակագծեր չեմ ուզում բացեմ, որովհետև մենք աշխատում ենք դեժ մրցակցային դաշտում։ Բայց ես խոստանում եմ դեժ մրցակցություն, խոստանում եմ հետաքրքիր առաջարկներ, խոստանում եմ, որ Յուքոմի բաժանորդները լավ են զգալու